Մասնագիտական ճիշտ կողմնորոշում ծրագրի շրջանակներում մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Synergy Otexis Instigate ուսումնական կենտրոնների Թումո Ստեփանակերտի և Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանների ներկայացուցիչները երեկ հանդիպել են Մարտակերտի դպրոցականների հետ, մանրամասն ներկայացրել ոլորտի առավելություններն ու գործառույթները։ Այսօրվա դրությամբ Թումո Ստեփանակերտում ունենք 1000, եթե չեմ սխալվում, 300 գրեթե արդեն ուսանողություն, որը անցել են։ Հունվարից մենք մեր հենց Ստեփանակերտի Թումոն կավելացնենք համակարգիչների քանակը, հետևաբար կկարողանանք նաև ընդգրկել ավելի շատ ուսանողություն։ Ցանկացողները հաստատ կլինեն, անկասկած, երբ հաստատվի կառավարության հետ մեր համագործակցությունը տրանսպորտի հարցով, ես նորից կայցելեմ Մարտակերտ եւ արդեն կոնկրետ գրանցումներին կանցնենք։ Ակնկալիքները մեծ են, օրինակ կոնկրետ իմ օրինակի վրա ասեմ, ես աշակերտ ժամանակ նման հնարավորություն չեմ ունեցել եւ ուղղակի տեղյակ չեմ եղել ոլորտից, ինչն էլ պատճառ է դարձել, որ նախորդ սերունդը հիմնականում սխալ ընտրություն է կատարել մասնագիտության հարցում եւ այսօր մենք ունենք գործազրկության խնդիր։ Նախատեսված է ծրագիրն իրականացնել թիրախային համարվող երկու խմբերի համար՝ նախ դպրոցականների, ապա նաև աշխատանք փնտրող երիտասարդների համար արդեն վերապատրաստման դասընթացների տեսքով, հաշվի առնելով, որ դպրոցականը պետք է սպառիչ պատասխաններ ստանա իրեն հետաքրքրող մասնագիտության, այդ մասնագիտությամբ կրթություն եւ ուսուցում ստանալու հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտություն է առաջանում նաև աշխատանքները շարունակել, կազմակերպելով այցելություններ տարբեր աշխատատեղեր ու հանդիպումներ կազմակերպել մասնագիտական ուսումնարանների ուսանողների եւ դասախոսների հետ։ Ցանկանում եմ դառնալ բժշկուհի, կուզեի մասնակցել եւ որպեսզի ավելի լավ իմանայի այդտեղ դասընթացներին լավ ծանոթանալ։ Ճիշտն ասած, արդեն ծանոթ էի Թումոյին եւ այլ կազմակերպությունները, որոնք ներկայացվեցին տվյալ հանդիպման ժամանակ, հետաքրքիր եղավ եւս մեկ անգամ ընկալել եւ հասկանալ այդ էությունը։ Օրինակ, Synergy ընկերության հայկական մասնաճյուղի աշխատակից Արամ Կարապետյանը նշում է, որ ընկերությունը մեծ հնարավորություն է ընձեռում հետագայում այս աշակերտներին աշխատանքով ապահովելու համար։ Վստահեցնում է, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հեռանկարային է ու միակը, որը հնարավորություն է տալիս ֆինանսների ներգրավում ոչ միայն Արցախից, այլև արտասահմանյան ընկերություններից։ Այս պահին Synergy International Systems-ի Արցախի ճյուղում կա 4 թիվ, կա ծրագրավորողների թիվ, database ծրագրավորողների, բազավիկների թիմ, կա թեստավորողների թիմ, ու վերջերս այս տարի բացվել է նաև դիզայնի թիմ։ Երեխաների ներկայացրել ենք Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի գործունեությունը, ինչով է զբաղվում, ինչ պայմաններ է ապահովում, ինչ մասնագիտությունների խումբ է ուսուցանում, քանի որ հայ ազգը ինքը բնույթով շինարար են, չի բացառվում, որ երեխաների մեծամասնությունը ցանկություն կհայտնեն։ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության որդեգրած այս ծրագիրը շարունակական է լինելու։ Այդ շրջանակում նաև կկազմակերպվեն այցելություններ, միջին և բարձր մասնագիտական ու կրթական հաստատություններ, արտադրական ձեռնարկություններ։ Գենադի Երեմյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։